Տեխնացին աղետներից ու դժբախտ պատահարներից, հրդեհ, փլուզում, ջրհեղեղ, երկրաշարժն եւ այլ արտակարգ իրավիճակներից ոչ ոք ապահովագրված չէ եւ միշտ չէ, որ կա անհրաժեշտ պատրաստվածությունը վտանգը արագ չեզոքացնելու, տուժածներին օգնության հասնելու, փրկելու համար։ Խուճապի ու տագնապի պահին առաջին արձագանքը հաճախ մեկն է՝ զանգահարել փրկարարներին։ Նրանց հաճախ անվանում են մերօրյա հերոսներ։ Ցրտի, շոքի, կրակի ու ամենաբարդ պայմանների մեջ նրանք վտանգելով սեփական կյանքը հայտնվում են վտանգավոր գոտում, տուժածների կյանքը փրկելու համար։ Դեպքի վայրում արագ օպերատիվ եւ անվտանգ գործելու համար փրկարարներն իրենք էլ պետք է մշտապես պատրաստ լինեն։ Այդ պատրաստվածությունը միայն ֆիզիկական ուժի ու դիմացկունության մասին չէ։ Այն նաեւ անհրաժեշտ տեխնիկայի եւ սարքավորումներին տիրապետելու, ամենաբարդ իրավիճակներում ճիշտ եւ արագ կողմնորոշվելու կարողությունն է, որը կատարելագործում են ուսումնամարզական պարապմունքների ընթացքում։ Նման վարժանքները պարտադիր են եւ անցկացվում են տարին մի քանի անգամ։ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարների երկօրյա վարժանքներն անցել են Գյումրիում։ Տարբեր տեղերում եւ բետոնի կտրում եւ ջարդում եւ ամրակապում տարբեր էտապներում ենք աշխատել։ Ընդհանուր 36 ժամ այն տագնապի պահից մինչև փրկարարական աշխատանքների ավարտ գնահատվում ենք եթերով։ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը ստեղծվել է փրկարարական հատուկ ջոկատի բազայի վրա եւ այսօր միավորում է 7 մասնագիտացված ջոկատ։ Դրանցից 4-ը փրկարարական են, մեկը կինոլոգիական, մեկը ջրասուզական, իսկ եւս մեկը մասնագիտացված մոտոցիկլավարների օղակն է։ Կենտրոնում ծառայություն է իրականացնում 94 փրկարար, հետախույզ կինոլոգներ, լեռնափրկարար տեսանտներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքերի հրահանգիչներ, մոտոցիկլավարներ եւ ընդհանուր պրոֆիլի փրկարարներ։ Կենտրոնը ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի ինսարագի անդամ է։ Մեր գործընկերների շվեյցարացի գնահատմամբ ստացվում է եւ լավ է ստացվում է, լավ է աշխատանքները առաջ են գնում։ Խորհուրդներ են տալի, թե որ կետում ոնց ավելի ճիշտ կլինի պահել փրկական աշխատանքները իրականացնել։ Փրկարարների հետ նույն բարդ ու վտանգավոր ճանապարհն են անցնում նաև շտաբ բուժօգնության արագ արձագանքման բրիգադները։ Փրկարար ծառայության բուժկանխարգելման բաժնի ավագ հրահանգիչ, փրկարար ծառայության փոխգնդապետ Նունե Իսրայելյանն արդեն 12 տարի ամենատարբեր իրավիճակներում հայտնված մարդկանց օգնություն է ցուցաբերում։ Նրա համար փրկարարությունը պարզապես աշխատանք չէ, այլ առաքելություն ու մեծ մարդասիրություն։ Փրկարար ծառայությունը դա թիմային աշխատանք է եւ դա առաքելություն է ավելի ճիշտ, ոչ թե աշխատանք եւ բոլորը անկախ պաշտոնից եւ կոչումից եւ զբաղեցրած հաստիկներից ուրեմն սիրով կատարում են իրենց գործը։ Ամենօրյա ծառայության կողքին ուսումնամարզական վարժանքները բուժբրիգադների համար եւս անհրաժեշտություն են մասնագիտական հմտությունները կատարելագործելու եւ ցանկացած վայրում առաջին բուժօգնություն ցուցաբերելուն պատրաստ լինելու համար։ Տարբեր արտակարգ իրավիճակների ժամանակ, եթե արտերկրներից պահանջվում է օգնություն եւ տուժածների քանակը շատ է եւ առհասարակ բնակչությանը բուժօգնություն է հարկավոր, ուրեմն մենք կարող ենք մեկնել այդ երկիրը եւ ցուցաբերել բժշկական օգնություն։ Ինսարակ թիմը ինքնաբավ է, թե փրկարարական առումով, թե բժշկական առումով եւ մինչեւ 7 օր ժամկետով, նայած ինչ արտակարգ իրավիճակ է, մենք ներկայանում ենք այլ երկիր եւ կատարում ենք որոնողափրկարարական աշխատանքներ։ Միջազգային դիտորդները տեղում հետևում են աշխատանքներին, գնահատելով յուրաքանչյուր գործողություն։ Վարժանքները դրական արդյունքով ավարտելու դեպքում հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնն ու բուժկանխարգելման բաժինը հնարավորություն կունենան ինսարագի շրջանակում կրկին մասնակցել միջազգային որոնողափրկարարական աշխատանքներին Հայաստանի սահմաններից դուրս։ Հասմիկ Թումասյանը, Արադ Ծատուրյան, Հորիզոն։